գիտության մեջ ինչ կատարվում է, լույս են քաշում փողոցում։ Այդ որտից է փողը, գրանտ կամ վարկ։ Փողոց են սարքում, ով է տալիս փողը, գրանտ կամ վարկ։ Հայաստանի վարկային ռեյտինգները իմանալով նաև Հայաստանը միջոցներ ներգրավելու որևէ խնդիր չունի, չի ունենալու որևէ խնդիր, եւ մենք ունենք շատ մեծ ընտրություն, թե ինչպես եւ որտեղից ներգրավենք միջոցներ։ Իմ տեսակետը արձանագրեցի, որ սա հստակ նախընտրական վարկ է, որ 2017 թվականի էլի կգա, ես համոզված եմ, հələ էլի այսպիսի վարկեր կգան, որ 2017 թվականի ընթացքում հանրապետական կուսակցությունը իր նախընտրական կարիքների համար այս վարկերը ծախսի։ Եվ այստեղ շատ են ասում հետևյալը, որ այդ բանաձև վարկեր տալիս են նրանց, ում նկատմամբ վստահություն կա ու ով ի վիճակի է փակել վարկերը։ Եթե այս տրամաբանությամբ գնանք, այսօր Հայաստանի գյուղացիության մի հսկա մասը վարկերի տակ է, բայց չի կարողանում փակի։ Տուն, տեղ, հող, մեքենա, ամեն ինչ դրված է գրավի տակ։ Եվ հին վարկերը փակելու համար վերցում են նոր վարկեր։ Այսօր արդեն Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է այս ոչ նախանձելի վիճակում։ Վերնագիրը վարկային համաձայնագիրը ընդդիմությունը պիտի քլնգի։ Հիմա այս հարցը դնենք մի կողմ, մի վարքյան։ Հիմա ասեն, այս վարկային համաձայնագրերը որքան էլ որ տարօրինակ հնչեն, տնտեսագիտության հետ իհարկե կապ ունեն, բայց մեծ հաշվով տնտեսագիտության մասին չեն։ Այս վարկային համաձայնագրերի կոնտեքստը քաղաքական է։ Մեր գործերը այնքան լավ են, որ մեզ առաջարկում են էժան փող, շատ էժան փող։ Մենք այնպիսի առաջընթացներ ենք արձանագրել տարբեր բարեփոխումների գծերով, մեր երկրի վստահությունը եւ կայունությունը եւ կանխատեսելիությունը եւ ընդունելությունը, այսպես նորբար հորինենք թերևս միջազգային գործընկերների համար, այդ թվում եւ ֆինանսական հաստատությունների այնքան աճել, որ իրանք գիտեն, որ թեև մենք իրենց պարտք ենք փող 5%-ով, իրենք առաջարկում են մեզ փող 1.6%-ով։ Բայց ես հակառակը ասեմ։ Պատերազմից հետո մենք միջազգային շուկայից 750 միլիոն եվրոբոնդի թողարկում ենք իրականացրել։ Հայաստանի պատմության համար աննախադեպ ցածր տոկոսով։ Պատկերացնում եք, այդ կորոնավիրուսից պատերազմից հետո մենք միջազգային շուկա ենք մտնում եւ ձեռք ենք բերում միջոցներ պատմական աննախադեպ ցածր տոկոսներով։ Սա նշանակում է, որ մեր կառավարությանը եւ մեր երկրին վստահում է միջազգային հանրությունը։ Սա նշանակում է, որ մենք միջազգային պարտներ ենք։